միջազգային հարաբերություններում ուժը, ինչպես մի շարք տեսաբաններ, հայտնի տեսաբաններ ընդգծում են, միջազգային հարաբերությունների արտարժույթն է։ Մեկ այլ հետաքրքիր տեսաբան ձևակերպում է ուժը որպես մայրական կաթ, միջազգային պետությունների մայրական կաթն է։ Ուժի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքը գիտության կողմից ակնհայտ է, բայց մենք մեր հետազոտության շրջանակներում փորձել ենք ուժի կոնցեպտը եւ դրա կուտակումը դարձնել որպես պետության վարքագծի, ներքին այսպես տնային աշխատանքներ կատարելու մի չափման մեխանիզմ։ Հայաստան-Ադրբեջան փոխհարաբերությունների մեջ ռազմական գործողությունները դադարել են եւ առկա է, այսպես ասած, խաղաղության կոնտեքստ երկու երկրների միջև, բայց միևնույն է պատերազմական գործընթացը, պատերազմը որպես այդպիսի ինքը շարունակվում է հռետորաբանության միջոցով, շարունակվում է քաղաքականության միջոցով, շարունակվում է հիբրիդային թիրախավորումների եւ ինքնության թիրախավորման միջոցով, շարունակվում է ուժի կիրառման եւ ուժի սպառնալիքի լեզվով խոսելու միջոցով եւ այլն։